չեմ գտե։ Էսի մեր հայկականն է, էսի միակն էր, որ երևի թե մնացել էր մեր խանութում, որտեղ մենք հայկական ապրանքանիշ ստանում էինք։ Իմ շնորհիվ մենք ստանում էինք հայկական ապրանքանիշ, ժողովուրդ։ Ես պայքարեցի, հələ խանութը նոր պետքա բացվեր։ Ինձ բացարձակապես այդ մարդիկ չէին ճանաչում, չգիտեին ես вообще ով եմ, ես ինչ եմ ինձնից ներկայացնում, ու որ անկեղծ ասեմ, նույնիսկ չգիտեին հայերը ինչ արտադրություն ունեն։ Միշտ որ նայում էի, ասում էի, բերում էին, ներմուծում էին խանութը տարբեր ազգերի ապրանքներ, ասում էի, բա հայկականը չի լինելու, բա հայկականը չի լինելու, ու միշտ հարցնում էին, բայց հայկական դուք ինչ ունեք։ Կապես մեր հայերը ցավոք սրտի նեղություն չեն քաշում, եւ երբ որ արտադրում են օտար երկիր, գրում են հայատար ամբողջովին ու ռուսերեն վերևը գրած։ Ասենք դուք չեք, ես եմ։ Ես օրինակի համար հայերեն, ռուսերեն չգիտեմ։ Ես ոչ հայ եմ, ոչ ռուս եմ, ոչ էլ մոտակա ինչ որ երկրներից եմ։ Ես վերցնում եմ ձեռքս, օքեյ, էսի ծիծակա։ Ծիծակա հասկանում ես ինչա, բայց շատերը չգիտեն դա ինչ է։ Դերում են բիբարա մեջը, բայց ինչա չեն հասկանում։ Ֆրանսերենով գրած է, բայց եսի մինչև մի գրած չի վրան, մի խոսքով ժողովուրդը չարավ, երկար բարակ չխոսամ, այն ինչ որ վաճառվեց, մեր հայրը գնեցին, այն ինչ որ ճիշտ նա ովքեր ապրում են մոտակայքում, միշտ գալիս էին, գնում էին ու դրանով քաղցր զորիկներն էլ վաճառում, այ քաղցր զորիկ ամեժաներ, համել սա երեխեքը առան տարան։ Այսօր որ մտա տերևի հետևից մեկ է տնան դրած է, գիտեմ որ ապրանքները մեր հայկական վերջացել է, որ տեսասի չէ, ես քեզ մեր տուն եմ տանում, ես ոնց կարամ ես թուրքերի տերևը առնեմ։ Իսկ ես թողեմ իրաց բաժնում մենակ տխուր, չի կարա տենց բաներ իմ սրտին դարդ կլինի, սրտի դարդի ասեցի ու մի բան հիշեցի, որ պատմեմ հեսա, դուք էլ եք տխրելու, բռնեցին, դրեցին կարոպկայի մեջ, շատ պահուցվանից, ասի բեր դնենք դրա մեջ, կրիշկեն չպակենք իհարկե, սենց թուր բաց թողենք, որ ու դնենք նենց տակ, որ երևա է թութակը, որ եթե հանգարց է թութակի տերը կամ ծանոթի տիրոջ ծանոթը հայտնվի, սենց կարամահած կարոպկեն բարսասմը տենակ ինչ թութակային ամեն անգյուննա գնաց է ու սոտկել է ժողովուրդ։ Հիմա եթե դուք թութակ եք պահել, եթե օրինակ մեզի շատ հետաքրքիր է, մեր համար դա հանելուկ մնաց։ Մենք թութակին վնաս չենք տվել, թութակին չենք ցավացրել, թութակին չենք գցել։ Շատ ակուրատնի ձևով սենց կարոպկան մոտիկացրեց դրեց, ոնց որ այդ բանով փակեց ու վсё, ոնց որ թութակը շնչել է, թութակը ոչ մի վնաս չենք տվել մենք այդ թութակին, որ ասել մեզնից է եկել։ Իմ կարծիքով վախից սրտի կաթված է ստացա, ասում ժողովուրդ սրտի կաթված ստացավ երևի, որ տենց կարոպկով դրիկ ու փակի։ Չգիտեմ, անկեղծ։